Այժմ մենք խոսենք միածին խմբերի մասին։ Որն է մեր նպատակը։ Ի վերջո խմբերի տեսությունը զբաղվում է խմբերի դասակարգման հարցերով, այսինքն տարատեսակ խմբերը մեջ տարբեր խմբերի, իսկ ինչպես ուսումնասիրել խմբերը, այսպես ասենք։ Պարզ է համոզության մեջ է երևում դրանց որակները եւ այստեղ հիմնական խնդիրը խմբերի դասակարգումն է։ Նման հատկություններով խմբերը առանձնացնում ենք մի առանձին դասի մեջ եւ դրանով իսկ դասակարգման խնդիրը լուծում է հենց այդ իմաստով, այսպես կոչված իզոմորֆության ճշտությամբ։ Կան խմբեր, որոնք ունեն պարզ կառուցվածք, կան խմբեր, որոնք ճակերտներով ասած սոսկալի բարդ կառուցվածք ունեն եւ դրան հասնելու համար մենք դերևս պետք է շարժվենք պարզից դեպի բարդ։ Ամենապարզ կառուցվածք ունեցող խմբերը որոնավոր են միածին խմբեր են այսպես կոչված կամ լատինական արմատով եթե ասենք ցիկլային խմբերն են կամ ցիկլիկ կարելի է նույնիսկ ասել միածին խմբեր։ Ինչպես են այդ խմբերը ստացվում եւ կան արդյոք միածին խմբեր եւ դրանց առանձնահատկությունը որն է։ Այս գաղափարը սերտ կապված է տարի-կարգի, տարի-աստիճանի հետ եւ ես հիմա կպատմեմ թե ինչպես է այդ երեք գաղափարները իրենց կապված։ Միածին խմբեր, տարի-կարգ, տարի-աստիճան։ Հիշեցնում եմ, որ տարի-կարգը այն ամենափոքր բնական թիվն է, որ ժեն այդ աստիճանում հավասար է ե-ի, եթե այդպիսի բնական թվեր կան։ Հակառակ դեպքում ասում են, որ ժեն անվերջ կարգի տար է։ Հիմա ես մի նշանակում կներմուծեմ կամայական ժ տարի համար ընդ որում խմբի, կամայական ժ տարի համար ժ այսպիսի սուրբ փակագծերի մեջ, այսպես ընդունված է նշանակել այդ տարի բոլոր ամբողջ աստիճանների բազմությունը։ Քիչ առաջ նման բազմություն ես քննարկում էի կապված հետևանքների հետ այսպես ժ-ի աստիճան կամ պատկանում է z-ին։ Ահա այդ բազմությունը ժ-ի բոլոր ամբողջ աստիճանների բազմությունը հակիրճ նշանակում կգրենք ժ սուրբ փակագծերի մեջ եւ կասենք այսպես ժ-ի աստիճանների բազմություն առայժմ այսպիսի անուն կտանք քիչ հետո այդ անունը խմբագրենք ժ-ի ամբողջ աստիճանների բազմություն եւ պարզվում է եթե ես որպես բազմություն վերցնեմ կամայական ֆիքսած տարի ժ տարի ամբողջ աստիճանների բազմությունը, ապա ժ խմբի կետ գործողության նկատմամբ այս բազմությունը առանձին վերցրած եւս խումբ է։ Հետաքրքիր նորություն պետք է սա լինի։ Իսկ ինչու է այսպես։ Նախ համոզվենք, որ ժ բազմության համար կետը, այսինքն ժ խմբի գործողությունը եւս գործողություն է։ Սրա տակ մենք պետք է հասկանանք հետեւյալ տրամաբանական կառույցը, որ եթե այս ժ սուրբ փակագծերով բազմությունից վերցնենք որևէ երկու տար, այսինքն ժ-ի աստիճան եւ ժ-ի որևէ աստիճան, ապա այդ կամայական երկու տարի համար, եթե դրանք բազմապատկում ենք, արդյունքը եւս պետք է պատկանի ժ սուրբ փակագծերով բազմության մեջ։ Եվ դա իսկապես այդպես է աստիճանի հատկության շնորհիվ։ Ժ-ի աստիճան անգամ ժ-ի s աստիճանը, ըստ աստիճանի հատկության հավասար է ժ-ի կագումարը s աստիճան եւ ակնհայտորեն պատկանում է ժ-ի աստիճանների բազմությանը։ Այսինքն այն որ կետը գործողություն է այս ժ աստիճանների բազմության մեջ ակնհայտ ստացվեց, պարզապես պետք է ճշտել, ինչ ենք հասկանում երկտեղանի գործողություն ասելով։ Եվ այսպես այս բազմության մեջ, այսինքն ժ-ի աստիճանների բազմության մեջ առկա է գործողություն, դա խմբի գործողության սահմանափակումն է այս բազմության վրա։ Եվ ստուգենք, որ այս բազմությունը այդ գործողության նկատմամբ խումբ է, այսինքն զուգորդականություն, չեզոք տարի գոյություն այս բազմության մեջ եւ ամեն մի տարի հակադարձի արկայություն ժ-ի աստիճանների բազմության մեջ։ Զուգորդականությունը ակնհայտ է, կրկնում եմ այդ բառը, քանի որ ժ-ում բազմապատկման գործողությունը զուգորդական է ժ-ի կամայական տարերի բազմապատկման դեպքում, մասնավորապես մեծատար ժ նկատի ունեմ։ Եթե վերցնենք փոքրատար ժ տարը եւ դրա աստիճանները իրար հետ բազմապատկենք, դա մասնավոր դեպք է ամբողջ խմբի բոլոր հնարավոր տարերի դիտարկման համար, եւ հետաբար գործողությունը զուգորդական է, այո։ Բացի այդ, ժ-ի զրո աստիճանը, ինչ ըստ սահմանման հավասար է ե-ի, հետեւաբար այս բազմության մեջ ժ-ի աստիճանների բազմության միավորը առկա է։ Ուրեմն զուգորդականությունը եւ միավորը այնտեղ ներգրավված են այս բազմության մեջ եւ ամեն մի ժ-ի աստիճանի համար հեշտ է տեսնել, որ ժ-ի մինուս k աստիճանը հակադարձի դեր է կատարում, որովհետեւ դրանց արտադրյալը հավասար է միավորի, ակնհայտ բխում է աստիճանի սահմանումից, հավասար է միավորի, ուրեմն ամեն մի ժ-ի տար, ժ-ի աստիճան տար, ժ-ի աստիճանների բազմությունից ունի հակադարձ, որը դարձյալ այդ բազմությունից է։ Եվ այսպես մենք ստացանք
խումբ։ Ընդ որում այսպիսի խումբ կարելի է կառուցել կամայական, եթե ձեռքի տակ ունենք որևէ խումբ, որքան էլ այն մեծ լինի, այդ խմբից կարելի է վերցնել որևէ տար, դիտարկել այդ տարի բոլոր աստիճանները եւ սա առանձին վերցրած եւս խումբ կլինի։ Այդ խումբը, այդ J սուրբ հագծերով գրված բազմությունը, որը խումբ է, այդ խումբը կոչվում է J տարով ծնված խումբ, J տարով ծնված խումբ։ Այսպիսով J-ի կամայական տարով ծնվում է մեկ խումբ եւ այն կոչվում է J տարով ծնված խումբ կամ J տարով ծնված միածին խումբ, միածին խումբ։ Միածին այդ բառը այն իմաստով, որ այդ խումբը լիովին նկարագրվում է մեկ տարով, J-ն վերցնում ենք եւ այդ մեկ տարով ծնվում է բոլոր մնացած տարերը, ծնվելը իհարկե այստեղ բազմապատման իմաստով։ Եվ եւս մի հանգամանք, այս J տարի աստիճանների բազմությունը տարերի քանակի համար ճիշտ է տալ հավասարությունը, որ J-ի աստիճանների բազմության տարերի քանակը հավասար է տարի կարգին։ Եվ իսկապես դա այդպես է, դա բխում է նախորդ դասախոսության կամ պարագրաֆում ապացված հետևանքներ 2 եւ 3-ից։ Եթե արագ հիշեցնեմ, դրանք հետեւյալն էին։ Դրանք 2։ Եթե տարի կարգը n է, ապա J-ի աստիճանների բազմությունը, այսինքն J-ով ծնված խմբում կա ճիշտ n հատ տար, ընդ որում տարերի տեսքերը մենք այստեղ կարող ենք դուրս գրել։ Ճիշտ n հատ տար եւ երկրորդ, եթե J-ի աստիճանների բազմությունը անվերջ է, ապա այդ տարի կարգը անվերջ է եւ դեպքում տարբեր ցուցիչների դեպքում J-կան հավասար չլինում J-m-ի։ Ուրեմն կարգով խմբի տարերի տեսքերը միաժամանակ նկարագրվում են։ Օրինակ դիտարկենք C աստղանիշ խումբը, այսինքն կոմպլեքս զրոյից տարբեր կոմպլեքս թվերը բազմապատման նկատմամբ։ Երկու թվի համապատասխան միածին խումբը կամ երկուսով ծնված խումբը, երկու տարով ծնված խումբը այս խմբում երկուսի ամբողջ աստիճանների բազմությունն է։ Ակնհայտ է, որ այս բազմությունը անվերջ է եւ ակնհայտ է նաեւ, որ երկուսի K եւ երկուս հավասար չի երկուսի m աստիճանի, եթե կան հավասար չի m-ի։ Այնպես որ երկուսը անվերջ կարգի տար է եւ այս բազմությունը անվերջ բազմություն է։ Բայց եթե նույն խմբում վերցնենք կեղծ միավորը in, ապա in կլինի վերջավոր կարգի տար, i կարգը 4 է, մենք վերևում դրա մասին խոսել ենք, ընդ որում i-ով ծնված միածին խմբում կա այն միածին խումբը, i-ով ծնված խումբը բաղկացած է 1 - 1 - i տարերից։ Այս խմբում, C աստղանիշ խմբում կան անթիվ քանակով վերջավոր կարգի տարեր եւ անթիվ քանակով վերջավոր կարգի տարեր։ Ինչում հեշտ է համոզվել, եթե ես այսպիսի հուշում անեմ, x-ի n աստիճանը հավասար է 1 հավասարումը կամայական n-ի համար ունի n լուծում եւ դրանց բազմությունը, եթե հիշում եք, մենք նշանակել ենք c-ով, c-ը c-ի ենթաբազմություն է եւ այս c-ը բազմապատման նկատմամբ խումբ է։ Այսինքն ամեն մի n-ի համար մենք ունենք n տարանի ենթախմբեր եւ C աստղանիշում դրան համապատասխան առաջանում են տարեր, որոնք վերջավոր կարգի են, անթիվ քանակությամբ տարեր։ Ավելին, C-ը, ինչպես գիտենք, C-ն կարող ենք պնդել, որ C-ն խումբը, այսինքն միավորից n աստիճանի արմատների խումբը, ծնվում է շատ կոնկրետ մի տարով, կոսինուս 2π n-րդ գումարած i սինուս 2π n-րդ տարով։ Սա հիշում ենք, որ միավորից n աստիճանի արմատների բազմություն, եթե էպսիլոն k-ով ենք նշանակում, սա ε1 թիվն է, ε1 թիվն է, եւ այս տարով ծնված խումբը ունի n տար, եւ դա իրականում միավորից n աստիճանի արմատների բազմությունն է, հենց ամբողջ c-ն է, ինչը բխում է միավորի բանաձևից։ Իսկապես, եթե այս տարը նշանակենք ε1-ով, ինչը համապատասխանում է մեր նշանակումներին, այս ε1-ը, եթե բարձրացնում ենք որևէ k աստիճան, միավորի բանաձևը թերևս հիշում եք, այս արտահայտությունը, եթե բարձրացնում ենք n աստիճան, արգումենտը k աստիճան, ապա արգումենտը բազմապատկվում է k-ով, այսինքն սա ճիշտ ստացվում է ε-k-ն։ Ուրեմն ε1-ի բոլոր աստիճանները, դրանք բոլոր ε-k թվերն են, չէ՞ որ մյուս կողմից c-ը բաղկացած է ε-k-երից, ըստ սահմանման, որտեղ կամ փոխվում է z-ի վրա, իհարկե այնտեղ n հատ թիվ կա, մենք դրա մասին խոսել ենք։ Եվ ուրեմն ստացվում է, որ c-ը ծնվում է այս ε1 տարով, իր ε1 տարով։ Ընդ որում, եւ որ այդ ε1 տարով ծնված խմբում կա ճիշտ n հատ տար, մենք դա նույնիսկ ապացուցել ենք անկախ այս թեորեմից, բայց հիմա այդ պնդումը կբխի նաեւ
վերևում ապացուցված վերջավոր կարգի տարերի մասին հատկությունից, հետևանքի 2-ի մասին եմ ես խոսում։ Եվ այսպես հանգում ենք այսպիսի սահմանման։ Ժ խումբը կոչվում է միածին խումբ կամ ցիկլային խումբ, եթե գոյություն ունի մի Ժ տարխմբում, որ այդ տարով ծնված խումբը, Ժ տարով ծնված խումբը համընկնում է ամբողջ խմբի հետ։ Եվ այդ դեպքում Ժ-ն կոչվում է Ժ միածին խմբի ծնորդ։ Ուրեմն միածին խումբը ծնվում է 1 տարով, խումբը կոչվի միածին, եթե կա մի տար, որով ծնված խումբը, այսինքն որի աշճանների բազմությունը լցնում է ամբողջ Ժ-ն, եւ Ժ-ն կոչվում է, եւ այդ Ժ-ն էլ կոչվում է տրված խմբի համար ծնորդ տար։ Հիմա կան միածին խմբեր եւ կան ոչ միածին խմբեր։ Օրինակ ցեղասթանիշ խումբը, նույն խումբը, որի մասին բազմիցս խոսեցինք վերևում, ցեղասթանիշ խումբը բազմապատկման նկատմամբ միածին խումբ չէ։ Եվ սրանում համոզվելու համար կարելի է հասկանալ հետևյալը. ցեղասթանիշ բազմության հզորությունը կոնտինուում է, ինչպես գիտեք։ Իսկ Z-ի աշճանների բազմությունը, որտեղ կան նվազանցում է ամբողջ թվերի բազմությունը, վերջավոր կամ հաշվելի է։ Եվ այդ հզորությունների տարբերությունը միանգամից հիմնավորում է այն հանգամանքը, որ սա չի կարող լինել միածին խումբ, չնայած դա կարելի է այլ դատողություններով էլ ապացուցել, բայց սա ամենաարագ ապացույցն է թերևս այդ հանգամանքի։ Հաշվելի եւ կոնտինուում հզորությունը, այսինքն միածին խմբերը ոչ ավելի քան հաշվելի են, իսկ ցեղասթանիշը տվյալ դեպքում կոնտինուում հզորություն ունի, որը մեծ է հաշվելիից։ Մի օրինակ մեր նախորդ դիտարկածներից միածին խումբ է, եւ դրա մասին ես հիմա խոսեմ։ Z-ը, ամբողջ թվերի բազմությունը։ Z գումարման նկատմամբ, սա խումբ է եւ սա մեր ամենաառաջին օրինակներից մեկն է։ Ըստ սահմանման, եթե վերցնում ենք որևէ m տար ամբողջ թիվ եւ դրանով ծնված խումբը, պետք է գրեմ m-ը սուրբ հարգծերի մեջ։ Ինչից է կազմված m-ով ծնված միածին խումբը։ Եթե գործողությունը բազմապատկումն էր, ապա J-ով ծնված միածին խումբը J-ի աշճաններից էր կազմված։ Գրենք դա կարճ այսպես J-ի աշճաններից։ Բայց եթե գործողությունը գումարումն է, ապա J-ի աշճանի փոխարեն, հիշում եք, ես առաջարկեցի գրել K-J։ Այնտեղ I-ի աշճանի փոխարեն NA, տվյալ դեպքում J-ի աշճանի դեպքում K-J, այսինքն դիմացից, որը ցույց է տալիս, որ J-ն ինքն իր հետ պետք է գումարել K անգամ, եթե կան դրական է, եւ մինուս J-ն ինքն իր հետ մոդուլ K անգամ, եթե կան բացասական է։ Ուրեմն, տվյալ դեպքում խումբը additiv է, ինչպես ասում են, այսինքն գործողությունը գումարումն է, եւ m-ով ծնված խումբը ես պետք է գրեմ K m տեսքի տարերից բաղկացած, որտեղ K-ն փոփոխվում է Z-ի վրա, m-ը ֆիքսած տար է, K m տեսքի տարերի բազմություն։ Ինչ բազմություն է այն։ K m տեսքի ամբողջ թվերի բազմությունը ոչ այլ ինչ է, քան m-ի վրա բաժանվող բոլոր ամբողջ թվերի բազմությունը։ Այսպիսով, m-ով ծնված միածին խումբը պարզապես m թվի բոլոր պատիկների բազմությունն է։ Այս Z պլյուս խմբում։ Ավելին ասեմ, m-ով ծնված միածին խմբի համար Z-ի պարագայում ընդունված է նաև այսպիսի նշանակում MZ, այսինքն կարծեք թե m-ը բազմապատկում ենք բոլոր հնարավոր ամբողջ թվերով, ինչը համապատասխանում է այս մեր նշանակումներին։ MZ m-ի պատիկների բազմություն կամ m-ի վրա բաժանվող բոլոր ամբողջ թվերի բազմությունը։ Եվ մի կողմից այդպես, մյուս կողմից սա m-ով ծնված միածին խումբն է Z խմբում։ Իսկ ինքը Z-ը միածին է արդյոք։ Այո, Z-ը ինքը ամբողջությամբ միածին է։ Սա առանձին խումբ է, իսկ Z-ը ինքը միածին է, որովհետև կարող ենք ասել, որ Z-ը հավասար է 1 թվով ծնված խմբին։ Իսկապես 1-ի պատիկների բազմությունը, այսինքն 1-ի վրա բաժանվող թվերը բոլոր ամբողջ թվերն են։ Հետևաբար Z-ը համընկնում է 1 թվով ծնված խմբի հետ, եւ հետևաբար Z-ը միածին խումբ է։ Ավելին, կարող ենք նաև որպես ծնորդ էլեմենտ Z-ի համար վերցնել -1-ը, այսինքն -1-ի պատիկները եւս բոլոր ամբողջ թվերն են։ Կամայական ամբողջ թիվ բաժանում է -1-ի վրա եւս։ Հետևաբար Z-ի համար երկու ծնորդ ես նշեցի, 1 եւ -1։ Իսկ Z-ը ունի այլ ծնորդներ թե ոչ։ Այդ հարցի պատասխանը բացասական է, դրանում դժվար չի համոզվել, բայց մի քիչ ավելի ուշ ես դրան կանդրադառնամ նորից։ Եվ այսպես Z-ը ունի երկու տարբեր ծնորդներ, 1 եւ -1։ Ինչպիսին է իրավիճակը այլ խմբերի դեպքում։ Անվերջ խմբերի դեպքում ծնորդների քանակը անվերջ ցիկլիկ խմբերը ունեն ճիշտ երկու ծնորդ իրականում պարզվում է, իսկ վերջավոր միածին խմբերը կարող են ունել երկուսից ավելի ծնորդներ։ Եվ ամեն ինչ կախված է իհարկե ծնորդի կարգից։ Եթե մանավանդ եթե ծնորդը
ծնորդի կարգը պարզ թիվ է, ապա պարզ թվի պարագայում ծնորդների քանակը կտրուկ ավելանում է։ Այսպես, եթե ժ-ով ծնված խումբը, ժ-ով ծնված միացին խմբի կարգը, եթե որևէ p պարզ թիվ է, ապա ծնորդների քանակը կլինի p-1, այսինքն բացի միավորից բոլոր մնացած տարրերը ժ-ով ծնված խմբում, ժ տարրով ծնված խմբում, որի կարգը պարզ թիվ է, դառնում են ծնորդներ ևս։ Սա հետաքրքիր առնչություն է, բայց պահանջում է լրացուցիչ հիմնավորում, դրան ևս առաջիկայում կանդրադառնանք, դուք մտապահեք այդ պնդումը, ես դրա մասին կխոսեմ։ Այլ օրինակ դիտարկենք։ Դիտարկենք S3 խումբը, այսինքն տեղադրությունների խումբը։ 1, 2, 3 թվերի վրա որոշված տեղադրությունների խումբը։ Եթե հիշում եք վերևում ես SN ընդհանուր դեպքում սահմանեցի, այն բաղկացած է 1, 2, n առաջին n բնական թվերի վրա որոշված բոլոր տեղադրություններից, որոնք կարելի է ներկայացնել երկու տողանի աղյուսակների տեսքում։ Վերևում 1, 2 n թվերը, ներքևում այդ նույն թվերը ինչ որ հերթականությամբ։ Տարրերը դրանք են եւ դրանք բազմապատկվում են համադրության սկզբունքով։ Π անգամ սիգմայի արտադրյալը հաշվում էր Π անգամ սիգման կայի վրա հավասար էր սիգման կիրառած Π կայի վրա, սա արտադրյալի սահմանումն էր։ Եվ բացի այդ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ տեղադրությունները, որոնք ներմուծվում են ընդհանրապես ասած առաջին հանրաշիվ մեկ դասընթացում, տեղադրություններում կամայական տեղադրություն վերլուծվում է դիրքափոխությունների արտադրյալի, այսպես կոչված։ Ավելին կամայական տեղադրություն վերլուծվում է անկախ ցիկլերի արտադրյալի, ընդ որում միակ ձևով վերջինս միակ ձևով արտադրիչների տեղերի ճշտությամբ։ Հիմա այդ նկատառում դրանից այս ասվածից ելնելով ես կուզենայի S3-ի տարրերը մի քիչ ավելի հակիրճ տեսքով գրել, զուտ տեխնիկական նկատառումներից ելնելով, որպեսզի տարրերը գրելու համար քիչ ժամանակ ծախսենք։ S3-ի տարրերը 6-ն են, ինչպես գիտենք, 3-ի ֆակտորիալ հավասար է 6-ի։ Եվ այդ 3 տարրերը, եթե ուզում ենք թվարկել, մենք կարող ենք գրել դիրքափոխությունները, S3-ի տարրերի կեսը զույգ են, մյուս կեսը կենտ տեղադրություններ են։ Առաջին բոլոր դիրքափոխությունները, որոնք 3 հատ են, 1, 2, 1, 3 եւ 2, 3, սրանք կենտ են, իսկ զույգերն են նույնական տեղադրությունը, 1, 2, 3 ցիկլը եւ 1, 3, 2 ցիկլը։ Հիշեցման կարգով ասեմ, թե ինչ էր օրինակ 1, 2 դիրքափոխությունը, ինչ ենք հասկանում 1, 2 դիրքափոխություն ասելով։ Սա այն տեղադրությունն է, որում եթե վերևում գրենք 1, 2, 3, ես պետք է բացատրեմ, թե ինչպես է լրացվում այս տեղադրության ներքևի տողը։ 1, 2 նշանակում է 1-ի ներքևում գրված է 2, իսկ 2-ի ներքևում գրված է 1, վերադառնում է սկիզբ։ Իսկ այն թվերը, որոնք բացակայում են, իսկ այստեղ մենք խոսում ենք 1-ից 3 թվերի մասին, դրանց տակ հենց այդ նույն թվերն են գրված։ Տվյալ դեպքում 2, 1, 3 կստացվի։ Ինչ կարելի ասել 1, 3-ի մասին։ 1, 3 դիրքափոխության մեջ 1-ի ներքևում 3 է գրված, 3-ի ներքևում 1, իսկ 2-ը որ բացակայում է, դրա ներքևում էլ 2։ Իսկ ինչ ենք հասկանում 1, 2, 3 ցիկլ ասելով։ Հիշեցնում եմ, որ սա ընթերցվում է այսպես։ Վերևում գրում ենք 1, 2, 3 եւ լրացնելու սկզբունքը այսպեսին է։ Ամեն թվից հետ ներքևում գրում ենք իրենից անմիջապես աճ գրված թիվը, այսինքն տվյալ դեպքում 1-ի ներքևում 3, 2-ի ներքևում իրենից անմիջապես աճ գրված թիվը 3, իսկ երբ հասնում ենք վերջին, վերադառնում ենք, ինչպես ասում են, շրջանաց յուր, այսինքն 3-ի ներքևում ամենասկզբում գրված թիվը 1։ Եվ հենց այս նկարագրությունն էլ հենց ցիկլային նկարագրությունն է, ինչպես տեսնում եք, եւ սա է այն հիմնավորումը, թե ինչու են այսպես սրանք կոչվում ցիկլեր, այս տեսքով գրված տեղադրություններ։ Եվ այսպես S3-ը բաղկացած է 6 տեղադրությունից, որոնցից 3-ը դիրքափոխություններ են, ահա դրանք նույնական տեղադրությունը 1, 2, 3 ցիկլը եւ 1, 3, 2 ցիկլը։ 1, 3, 2-ում 1-ի տակ 3, 3-ի ներքևում 2 եւ 2-ի դեպքում սկզբի 1 թիվը։ Սրանք են։ Հիմա այս խմբի մեջ, որը ցիկլային չի, ակնհայտորեն ասեմ ինչու, որովհետեւ որ տանել վերցնենք դրանով ծնված ցիկլային խումբը, եթե դիտարկենք բազմապատկման կանոնը հաշվի առնելով, հեշտությամբ կտեսնենք, որ միավորով ծնված նույնական տեղադրությամբ ծնվածը բաղկացած է 1 տարից, դիրքափոխությամբ ծնված միացին խումբը բաղկացած է 2 տարից։ Տեսնենք ինչու։ 1, 2 դիրքափոխության, եթե ինքնից հետ բազմապատկում ենք 1, 2-ը, դրանք ստանում ենք նույնական, դա նշանակում է, որ 1, 2 դիրքափոխության կարգը հավասար է 2-ի։ 1, 2 դիրքափոխության կարգը 2-ը, իսկապես, այստեղ գրված է 1, 2 դիրքափոխությունը, մի անգամ կարելի է դա հաշվել, 1, 2, 3-ը բազմապատկենք ինքն իրենով, տեսնենք ինչ կստացվի։
բազմապատկման կանոնի համաձայն ես պետք է վերում գրեմ 1, 2, 3 եւ ներքևը լրացնեմ։ 1-ի ներքևում 2, նայում ենք հաջորդի մեջ 2-ի 1, 3, արդյունքում 1-ի տակ ստացվեց 1 թիվը։ 2-ի ներքևում առաջինում 1, ապա 1-ի տակ 2, հետեւաբար 2-ի տակ ստացվում է 2։ 3-ի ներքևում 3, 3-ի ներքևում 3 ստացվում է 1, 3, 3-ի ներքևում 3։ Իսկ սա ինչպես գիտենք նույնական տեղադրությունն է, թետայով է նշանակում։ Ուրեմն 1-2 դիրքափոխությունը ինքն իրենով բազմապատկելիս ստացվում է նույնական, այսինքն 1-2-ի քառակուսին նույնականն է, իսկ նույնական այս խմբի միավորն է։ Ուրեմն 2 ամենափոքր թիվն է, բնական թիվն է, որ 1-2 հետաշրջանում միավոր է ստացվում, դեպաբար 1-2-ի կարգը 2 է։ Իսկ 1-2-ով ծնված խմբում, այս դիրքափոխությամբ ծնված խմբում, այն բաղկացած կլինի 2 տարրից, 1-2-ի 0 աստիճան, ինչպես վերևում ենք ասել, 1-2-ի 1 աստիճան, n-ը, սա n-ն է, և j-ի n աստիճանը, հիշեցնում եմ, j տարով ծնված խումբը, եթե j-ի կարգը n է, ապա j-ով ծնված խումբը կազմված է j-ի 0 աստիճան, j-ի 1 աստիճան և այլն j-ի n-1 աստիճան այս տարերից։ Հետևաբար 1-2-ի ծնված խումբը կազմված կլինի 1-2-ի 0 աստիճան, 1-2-ի 1 աստիճան տարերից, որտեղ n-ը տվյալ դեպքում 2 է, այսինքն 2 հանած 1 աստիճանը կլինի 1։ 2 տար 1-2-ով ծնված խմբում նույնը վերաբերում է կամայական իժի դիրքափոխության։ Կամայական իժի դիրքափոխությամբ ծնված խումբը բաղկացած է 2 տարից, նույնական եւ իժի։ Իսկ նույնականով ծնված խումբը բաղկացած կլինի 1 տարից, հասկանալի է միավորը ինքն իր հետ բազմապատկելիս միայն միավոր կարելի է ստանալ 1-2-3 ցիկլի մասին, եթե խոսենք դրանով ծնված խումբը նկարագրելու համար, պետք է նայենք 1-2-3-ի նախ գտնենք 1-2-3-ի կարգը։ Կարգը գտնելու համար աստիճան բարձրացնենք 1-2-3-ի քառակուսին, հեշտ է տեսնել, հավասար է 1-3-2 ցիկլին։ Ինչու՞, հաշվենք։ 1-2-3-ը նայեք, վերևում գրված է։ Պետք է գրեմ 2-3-1, եւ եթե ինքն իր հետ բազմապատկում ենք, բազմապատկման կանոնը ասում է, որ ձախից աջ պետք է շարժել 1-ի ներքևում 2, հաջորդում 2-ի ներքևում 3, արդյունքում 1-ի ներքևում ստացվում է 3, 2-ի ներքևում 3, 3-ի ներքևում 1, 2-ի ներքևում 1, ապա 3-ի ներքևում 1, 1-ի ներքևում 2, այսինքն 3-ի ներքևում 2 ստացվեց։ Իսկ սա հենց 1, 3, 2 ցիկլն է։ Իսկապես 1-3-2 ցիկլում 1-ի ներքևում 3 է, 3-ի ներքևում 2 եւ 2-ի ներքևում 1։ Ճիշտ այն ինչ որ այստեղ ստացվել է։ Շատ բարի։ Ուրեմն 1-2-3-ի քառակուսին 1-3-2 է, իսկ 1-2-3-ի խորանարդը նույն սկզբունքով եթե հաշվենք, ես շտամ կտեսնենք, որ այն նույնականի է հավասար։ Հետևաբար 1-2-3 ցիկլի կարգը հավասար է 3-ի։ Ուրեմն 1-2-3 ցիկլով ծնված խմբում, միածին խմբում կա 3 տար, այն է միավորը 1-2-3-ի 0 աստիճան, 1-2-3-ի 1 աստիճան, այսինքն նույն ինքը 1-2-3, ապա 1-2-3-ի քառակուսին, այսինքն 1-3-2 ցիկլը։ Քառակուսին կարգից հանած 1-ն է, այնպես որ այստեղ սպառվում է ցուցակը եւ այս 3 տարերով տարերը միասին կազմում են 1-2-3 ցիկլով ծնված խմբի տարերի բազմությունը։ Նույնը վերաբերում է կամայական, այս 3 խմբի կամայական 3 երկարությամբ ցիկլի, իսկ այստեղ միայն 1-3-2-ն է, որ 3 երկարությամբ է։ Այսպիսով, տեսեք, եթե ամփոփենք 1-2-3-ով ծնված խմբում 3 տար կա, 1-3-2 տարով ծնված խմբում 3 տար կա, 1-2-1-3 եւ 2-3 դիրքափոխություններից յուրաքանչյուրով ծնված խմբում 2 տար կա, նույնականով ծնված խմբում 1 տար։ Եվ այս 3-ը կլներ միածին խումբ, եթե նրանում գոյություն ունենար մի տար, որի բոլոր աստիճաններով ստացվեր այս 3-ի բոլոր տարերը, ինչպես տեսանք ոչ մեկով 6 տար չի ստացվում, ոչ մեկով ծնված խմբում 6 տար չկա, հետեւաբար այս 3-ը միածին խումբ չէ։ Այս հաշվարկները մենք արեցինք եւ չնայած տարերի քանակը այդքան էլ շատ չի 6, բայց այնուամենայնիվ միածին չի։ Եվ այդքան էլ պարզ նկարագրություն չունի ի համեմատություն ցիկլային խմբերի։ Բերենք միածին խմբի մեկ այլ օրինակ, C-ն խումբը n աստիճանի արմատների խումբը միավորից։ Դրանք x-ի n աստիճան հավասար է 1 հավասարման լուծումների բազմությունն են,
Եվ դրանք եթե նշանակենք էպսիլոն K n-ով, ինչ է սա նշանակում։ N-ը ցույց է տալիս թե որ աստիճանի արմատներն են նայում եւ էպսիլոն K-ն, ահա այս բանաձևի նկարագրությունը այն կախված է երկու պարամետրից K եւ N։ N-ը ֆիքսում ենք C-ի դեպքում եւ կամ փոխում 0-ից n-1։ Այս էպսիլոն K n թվերը բոլորը վերևում ես մի անգամ ասացի, այստեղ մի անգամ եւս ցուցադրում եմ էպսիլոն 1 n-ը եթե վերցնենք եւ դրա K աստիճանը հավասարելնում է էպսիլոն K-ին։ Այսինքն թե էպսիլոն 1-ի բոլոր աստիճաններով ստացվում է C-ն բազմության բոլոր տարրերը։ Հետևաբար C-ը միածին խումբ է եւ դրա համար որպես ցնորդ կարող ենք վերցնել էպսիլոն 1-ը։ Հարց. Այս էպսիլոն K-երից էլի ինչ որ մեկը կա, որի աստիճաններով կստացվի C-ը։ Այդպիսի տարրեր էլի կլինեն եւ ամեն ինչ կախված է n թվից իհարկե, բայց այդպիսի տարրեր էլի կան։ Իմիջիայլոց, եթե որևէ էպսիլոն K-ով C-ը ծնվում է, ապա այդ էպսիլոն K թիվը կոչվում է միավորից n աստիճանի նախնական արմատ։ Սա եւս ընդունված տերմին է եւ պետք է որ ծանոթ լինի ձեզ, ես դա հիշեցրի։ Միածին խմբերի նկարագրությունը սրանով մենք ամփոփեցինք եւ սերտորեն մոտեցանք հաջորդ կարևոր գաղափարին, խմբի ենթաբազմությամբ ծնված ենթախմբի գաղափարին։ Առաջարկում եմ այստեղ ավարտել այս դասախոսությունը, որն նվիրված է միածին խմբերին եւ դրանց նկարագրություններին։ Մենք վերեցինք նկարագրությունը միածին խմբերի, դրանք լինում են վերջավոր եւ անվերջ, տարերի քանակից կախված, տարի կարգից կախված եւ օրինակներ մի շարք դիտարկեցինք։